Ռոբերտ Քոչյանից այդ ապօրինի գույքով բռնագանձելու այդ կարողության չափը ասում է բանա 135 տարի 135 տարին բերեցիք Քոչյանի ոտերի տակ մատաղ արեցիք դրա մասին մտածեք ավելի լավ դաշնակցականներով Տիկին Վարդանյանն ասում էր մենք սադո մազոխիստական հակումներ չունենք, բնավ այդպես չեմ կարծում, հաստատ ունեք, որ նայում եմ, որ էլի նստացեք ու հեսա էլի շարունակելու եք խոսել ձեր խմբակցության անդամներով։ Կամ որ ֆայմ ունենայիք, կներեք, բայց չեք գա նոր ստեղ Տիկին Կյուրեղյանը չէր խոսիլ թոշակի բարձրացումից։ 16000 դրամ մինիմալ կենսաթոշակ ստացող քաղաքացով թողել եք, հեռացել եք, մերժվել եք, գնացել եք Հիմա դարձել է օրինակ 46000 դրամ ու դա մինիմալ կենսաթոշակն է, որի վրա ավելանում է օրինակ բացի այն, որ մարդը ինչքան աշխատել է, այդքան ավել է ստանում, բացի դրանից այսօր մեր կենսաթոշակառուները ստանում են դեղեր, որի վրա իրենք բացառապես մեծ մասը իրենց կենսաթոշակից ծախսում էին դրա վրա, անվճար դեղեր, անվճար առողջության վիրահատություններ ու տարբեր ծառայություններ են ստանում, դրա համար որ ունենայք դուրս չէիք գա ու գոնե այդ բարեփոխումների մասին չէիք խոսի։ Կամ Տիկին Գալստյան, դուք մեր երևի ազգային ժողովի ամենաավագ գործընկերներից եք կին, հեչ ընդունելի գործելավոճ չէ, երիտասարդ գործընկերոջ է, ԳԿՔ-ի ուղղագրություն սովորեցնեք, հեչ ընդունելի չէ։ Չեմ ասում դա տեղին է, անտեղին է, դա ուղղակի պրիմիտիվ, չգիտեմ, բանը էլի, փորձում եք ինչ-որ դիվիդենտներ շահել մի բանի վրա, որը հեչ ընկալելի չէ, հեչ հարգելի չէ այս գործելավոճը։ Եթե այդքան մտահոգ էիք հայոց լեզվի իմացության առումով, կարող եք մոտենալ ձեր գործընկերոջը, ասել ճիշտ կլինի այսպես արտասանեք այդ բառը։ Մի կողմ եմ դնում ճիշտն ու սխալը։ Ինչ վերաբերում է կոռուպցիային, այո, սիրելի հայրենակիցներ, այսօր բազմաթիվ գործեր են քննվում կոռուպցիայի մեղադրանքներով, կան մեղադրական եզրակացություններ, կան այդ գործերով անցնող նախկին պաշտոնյաներ, որոնք թռած են Հայաստանի Հանրապետությունից, այսօր էլ հայտ են ներկայացնում ձեր այդ միասին այդ օլիգարխիկ իշխանությունը վերականգնելու։ Կան փլված գործեր, այո։ Կան նաև դատանում փլված գործեր, ու սա էլ խոսում է անկախ դատական համակարգի մասին։ Բայց անգամ մեկ փլված գործով օրինակ Գոնե մեկ քաղաքացու մոտ չի առաջանում կասկած, արդյոք Հայաստանի Հանրապետությունում եղել է կոռուպցիոն իշխանություն, համակարգային կոռուպցիա։ Որևէ մեկի մոտ կասկած չի առաջանում, բոլորը 100%-ով գիտեն, որ այո, կոռուպցիոն օլիգարխիկ իշխանություն է եղել, որովհետև Հայաստանում բիզնեսի առաջխաղացումը կախված էր քաղաքական կապերից, բացառապես քաղաքական կապերից, որովհետև Հայաստանում կոռուպցիոներները չէին պատժվում բացառապես։ Հիմա են անցնում այդ գործերով, որովհետև հիմա կա քաղաքական կամք ու չկա նման մոդել կառավարման, որովհետև Հայաստանում մենաշնորհները նորմալ էին։ Կար բանանը իր ներկրողն ուներ, տարբեր ինչ-որ ապրանքներ իրենց ներկրողն ունեին, ու ձեր բանան ներկրողները այսօր էլի տարբեր կետերից այսօր էլի պայքարում են, որպեսզի հայտնվեն ձեզ հետ բերեն այդ օլիգարխիկ իշխանությունը էլի կառավարման։ Որտեւ Հայաստանում բանակից ազատումն իր գինն ուներ, համասարան ընդունվելը իր գինն ուներ, պրավաստանալն իր գինն ուներ, տարբեր շրջանում տարբեր գին ուներ։ Ու եթե միտեղ այդ գինը փոխվում էր, սինխրոն փոխվում էր մնացած տեղերում։ Ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ Հայաստանում ապրել է, ինչ որ մի ձև առնչվել է այդ ամեն ինչի հետ։ Ու ասում եք Պարոն Արծվիկ Մինասյանն էր կարծեմ երեք ասում էր այն գույքը, որը վերագրվում է այս ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում պաշտոնյային, երբեմն իր հետ կապ չունի։ Այո, պարոն Մինասյան, երբեմն ուղիղ իր հետ կապ չունի։ Ինչի այն ժամանակ այդքան այդ հարցերում անֆայն չէին։ Էլ Քենի, էլ Վարորդ, էլ Բաջանաղ, մենակ իրանց անունով չէին անելու, բայց որ դուք ձեր շուրջն եք նայում, կամ պտտվում եք ձեզանից ձախ, նայում եք այն մյուս ֆրակցիային։ Չեք հասկանում, որ ամբողջ կյանքում չինովնիկը, պետական ծառայողը չէր կարող այդ դղյակներն ունենալ, այդ կարողություններն ունենալ, միանգամից 26 գույք ապօրինի գույքով անցնել, անշարժ շարժական տարբեր գույքեր ունենալ։ Մի
քանի 100 միլիոնավոր դրամներ չհիմնավորված փողեր ունենալ, պարզապես չէր կարող։ Կամ Տիկին Գյուրեղյանն ասում է, դուք վախենում եք, որ չեք կարող ձեր հիպոթեքները մարել։ Այո, Տիկին Գյուրեղյան, մեր ֆրակցիայի գերակշիռ, երևի ես չգիտեմ մարդ որ չունի, հիպոթեք, վարկ, որովհետև մենք սովորական ոնց որ մեր ժողովուրդը ապրում ենք այդ կերպ, մենք չունենք այդ միլիոնները, որ տանք եւ տուն առնենք մեզ համար։ Կներեք, չունենք, չենք մեր հայրերը չեն գողացել, մենք չենք գողանում եւ չենք գողանալու։ Կամած կփակենք, ունենանք արդար քրտինքով մեր տունն էլ, մեր մեքենան էլ եւ որևէ մեկը չի անիծի մեր երեխաներին եւ հետո չենք գնա եւ ձեր նման չենք վախենա բանից, բանտում հայտնվելուց։ Մեզ ամենաշատը մեր քաղաքացիները մեղադրում են ամենաշատը նրանում, որ դուք միջև հիմա հնարավորություն ունեք, ոչ միայն դուք, նախկին իշխանության տարբեր նաև ներկայացուցիչ, միջև հիմա հնարավորություն ունեք, ասում են, ձեր թուլությունն է, որ միջև հիմա նրանք հնարավորություն են խոսալու, հնարավորություն են առաջադրվելու։ Մենք իհարկե ես ներողություն եմ խնդրում տեմպերի համար, սիրելի հայրենակիցներ, բայց պետք է հասկանալ, որ մենք եկել ենք իշխանության ու մարմիններ ենք ստեղծել հակակոռուպցիոն։ Մենք եկել ենք դատարան ենք ստեղծել իր այցյաններով, օրենք ենք ընդունել Ապոյնի գույքի բռնագանձման մասին, որը այս մարդիկ գնացել բողոքարկել են սահմանադրական դատարան, այն մարդիկ, որոնք պետք է անցնեն այդ օրենքով եւ անցնում են։ Ու 1 տարի առաջ է սահմանադրական դատարանը վճիռը հրապարակել, որ հակասահմանադրական չէ այդ օրենքը։ Դրա համար այդպես է ստացվել։ Իսկ ինչ ունենք այդ օրենքով։ Այս կարճ ժամանակահատվածում այս տարվա փետրվարի դրությամբ 612.5 միլիարդ դրամ հայցագնով գործ կա դատարանում, 166 անձ է անցնում այդ գործով։ Սա արդեն դատարանում գտնվող գործերն են եւ սրա մեջ, որքան գիտեմ, օրինակ Լևոն Մկրտչյանը դեռ ներառված չէ այս գների մեջ։ 1568 անշարժ գույքի պահանջ կա, 356 շարժական գույքի, 467 իրավաբանական անձում մասնակցության։ Այս ամեն մեկը որ նայում ենք, ինչքան ջրամբար էլ կկառուցեինք, չգիտեմ, տարբեր թունելներ էլ կունենայինք, կամուրջներ էլ կունենայինք, ատոմակայաններ, ինչ ասես կունենայինք, եթե չգողանայիք, չլափեիք կներեք արտահայտությանս համար։ Էլ չեմ ասում են օտարած պետությունից, համայնքից, քաղաքացուց են գույքերը։ Մենակ Երևանում, նախորդ տարի հիշում եմ, միայն Երևանում 70 մանկապարտեզ է կեր է, 70 մանկապարտեզ է օտարել, կերել։ Էլ չեմ ասում են մի քանի տասնյակ մանկապարտեզները, որոնք ուղղակի տենց տվել եք ինչ-որ ուրիշ անհատույց եք տվել ինչ-որ մեկին օգտագործման եւ այլն։ Որ մեկի տակ իրականում, որ մեկի տակ փորում ենք, միլիարդներ են դուրս գալիս ու դղյակներ են դուրս գալիս ու հələ մի հատ էլ մինչև հիմա շարունակում եք ինչ-որ մեղադրանքներ ներկայացնել։ Ու այո, սիրելի հայրենակիցներ, այս օլիգարխիկ եւ կոռուպցիոն նախկին իշխանությունները, այո, փորձելու են Գյումրու սցենար անել։ Մեզ ասում են դուք ով եք որ թույլ